Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, ինչպես միշտ նորից մենք միասին ենք եւ Արարատյան խոհանոցը իր անակնկալներով, իր նորություններով այսօր մենք կներկայացնենք ձեր դատին։ Ինչու անակնկալներով, որովհետեւ մենք այսօր այլ մեթոդներով, այլ ջերմային մշակման եղանակներով կպատրաստենք մի ուտեստ ճագարի մսից եւ այդ մի քիչ անսովոր եղանակը ջերմային մշակման դա այն արևային սարքի միջոցով է, որ մենք պիտի շոգեխաշենք այս միսը, հելիո ծրագիրը իրականացվում Հայաստանում, հարգելի հեռուստադիտողներ, եւ մենք ուզում ենք, որ նաեւ ունենանք արևային խոհանոց, եւ դա անպայման կունենանք։ Մեզ հարկավոր է կվարցային հատուկ կաթսա, հարկավոր են միսը, բնականաբար լոլիկ ենք օգտագործելու, կանաչիներ ենք օգտագործելու, բայց եւս մեկ անակնկալ օգտագործելու ենք բնական շաֆրանազգի ծաղիկ, որպես համեմոնք։ Եվ աշխատենք, եւ զրուցենք, եւ խոսենք այն ծրագիրը, որի մասին ես նշեցի, հարգելի հեռուստադիտողներ, արդեն իր ընթացքի մեջ է եւ ինչպես արդեն ներկայացրել ենք նորից Արարատյան խոհանոցում, մենք ունեցանք մարգագետնային խոհանոց։ Հիմա պիտի աշխատենք ունենանք նաև արևային խոհանոց։ Տեսնում եք ինչքան հետաքրքիր է, ինչքան բազմազան եւ ինչքան անսահմանափակ այն հնարավորությունները, որ ընձեռնել է մեր բնությունը մեզ համար, մենք անպայման պիտի օգտագործենք եւ շարունակենք զարգացնելու մեր հայկական Արարատյան խոհանոցը։ Ոսկորները կթողնենք, այսինքն մի քիչ նաև միս, բայց իրականում նաև երկար կտորներով։ Միսը կտրատենք։ Ահա։ Ինչպես նշեցի, լոլիկով շարենք կաթսայի հատակը, ինչու լոլիկով, նախ ինչպես մասնագետները պարոն Համազասպյանը եւ պարոն Մասականյանն են խորհուրդ տվել, կարմիր գույնը նույնպես արևի ճառագայթների ընկալող, այդպես կլանող հատկություն ունի, որովհետեւ մենք այս ուտեստը պատրաստենք արագ եւ ժամանակին։ Թույլ է տալիս մեր մնաշխարհը, բարեկամներ, մասնագետների հաշվարկով մոտավորապես 280-ից 300 օր Հայաստանում արև է։ Ինչու չօգտագործել այդ հզոր էներգիան։ Հիմա դուք կտեսնեք, թե ինչ սարքավորման միջոցով եւ ինչպես ենք պատրաստելու այս հիանալի ուտեստը։ Բնականաբար դեռ սարքավորումը եւ ընդհանրապես այս ընթացքը շտկվելու դեռ հարմարեցվելու կարիք ունի, բայց որ գործն է, որ հենց մի անգամից ստացվում է այնպես, ինչպես մենք կանխանշել ենք։ Սող կտրատենք, համեմենք բանջարեղենը, աղով եւ պղպեղով սոխը շարենք լոլիկի վրա։ Նորություն, բայց պիտի հոգ տանենք, որ ուտեստը նույնպես համեղ լինի։ Իրականում կան նմանատիպ փոքր սարքեր եւ փորձարարական մակարդակի վրա կան այդպիսի նախադեպեր, պատրաստվելիք ուտեստներ, բայց հարցը նրա մեջ է, որ մենք պիտի աշխատենք այս ամբողջը դնել լավ հոսքագծի վրա եւ ինչպես նշեցի, ունենալ խոհանոց, արևային խոհանոց։ Մեր նպատակն է, որ անպայման այդ հավելվածը մեր ազգային խոհանոցում անպայման իր ուրույն տեղը գտնի։ Սամիթով նորից մի քիչ աղ եւ այս ուտեստի ամենակարևոր համեմունքը ես
որի մասին ես նշեցի, շաֆրանազգի այդ ծաղիկը, որ մենք պիտի վերցնենք նորից այս այգուց, կտեղադրենք սոխի վրա, այնուհետև կշարենք միսը և կունենանք լավ ուտեստ, գնացինք։ Ահա բարեկամներ, այն ծաղիկները, որի մասին ես նշեցի, այս ծաղիկների վարսակները հենց այն շաֆրաններն են, որ վաճառվում են և ասեմ, որ շատ թանկ, բայց իհարկե որոշակի պրոցես անցնելուց հետո, մի քիչ չորացնելուց հետո, մենք ուղղակի ծաղիկները կվերցնենք և կհամեմենք մեր ուտեստը։ Իսկ ասում են, աշխարհում հրաշքներ չեն լինում։ Ծաղիկը տեղադրենք ամբողջությամբ։ Այստեղ ահա այսպես։ Ահա, հիմա տեղադրենք մսերը, ճագարի, մեկ շերտ, համեմենք այն աղով և պղպեղով, մեկ եզրից ջուր ավելացնենք, այնքան, որ շոգեխաշման ուղղակի պրոցես կարողանանք իրականացնել, ոչ թե խաշման։ Ահա, և արևի երգիր Հայաստանս, օգտվենք արևի բնատուր հատկություններից, ծածկենք կափարիչը, դնենք սարքի վրա և բարի ճանապարհ դեպի արև։ Մեզանից կպահանջվի մոտավորապես 30 րոպե ժամանակ և այս ուտեստը արդեն կներկայանա իր ամբողջ այսպես հետաքրքրությամբ, անակնկալով և տեսքով։ Ուշադրություն դարձրեք այս ամբողջ տարածքի արևի ճառագայթների կիզակետը հենց կաթսայի, հատուկ կաթսայի, նորից նշեմ, կվարցե կաթսայի տակն է, այսինքն արևի ճառագայթների միջոցով է, որ պատրաստվելու է այս ուտեստը։ Դե ինչ, սպասենք այդ 30 րոպեն և կունենանք այս հրաշք ուտեստի և տեսքը, և բույրը, և համը։ Հարգելի հեռուստադիտողներ, անցավ 30 րոպեն և անակնկալը արդեն հասունանում է։ Հիմա կխնդրենք, որ իջնի մեր ուտեստը։ Ահա։ Ահա, շատ ախորժալի տեսք ունի և ամենակարևորը, հարգելի հեռուստադիտողներ, չնայած ես հիմա կհրավիրեմ պարոն Նասականյանին, որ բացատրի, թե ինչ այդպես պրոցեսը անցավ, բայց ես իմ նկատածն, պարոն Նասականյան, խնդրում եմ, և սարքի մասին կբացատրենք, այստեղ կարևորը նա է, որ միսը ինքը նույնպես կլանում է արևի ճառագայթները, այսինքն այստեղ ջուրը տաքանում է մսի միջոցով։ Արդյունքը
իմ տեսակետից, այսինքն համաուտային հատկանիշների տեսակետից շատ լավ է, գերազանց է։ Ես ուզում եմ, որ դուք պատմեք նրա արդյունավետության մասին, արդեն ֆինանսական մասով։ Այսինքն օգտակարը ուտեստի մասով ոչ թե ես նշեցի, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ քիչ ծախսով պիտի կարողանանք արդյունքի հասնել։ Այո, բնական է։ Օգտագործելով արևային տեխնոլոգիան, հաստատ մենք երկու կրկնակի մենք շահում ունենք։ Առաջինը էներգետիկ շահում, որը բնական է գազի եւ հոսանքի թանկացման դեպքում սա անփոխարինելի կլինի այդ նման սարքավորումները։ Երկրորդը էկոլոգիական մաքրության համար ինքը միսը հենց ինքը կլանում է կոնկրետ միսը կամ ցանկացած մշակվող մթերք, այո, կլանում է արևի էներգիան, ինքը տաքանում է եւ իրենից նոր ջուրը տաքանում է։ Փաստորեն նրա ջերմաստիճան ավելի բարձր է լինում մսի ջերմաստիճանը, քան ջրի, այո։ Օրինակ Արագածի լճի ափին, այնտեղ կա նման սրճարան կա, այնտեղ միսը չի եփում։ Իսկ շատ դանդաղ 65-70 աշճան միսը չի եփի, ջուրը երրում է 65 աշճանում, օրինակ, իսկ միսը բնական է չի եփի։ Դրա համար այս սարքը կարելի է այնտեղ օգտագործել եւ բազում տեղեր։ Արարատի գագաթի։ Միգուցե մենք տեսնենք կամ չտեսնենք։ Կտեսնենք անպայման, որտեղ Արարատի գագաթի գրավման ժամանակը մոտենում է։ Իսկ ինչ մնում է գնին բավականին էժան է արևային սարքավորումներից երևի ոչ թե երևի նման էժան ցածր գին չկա։ 1 կիլովատ հզորության համար կլինի մոտավորապես $100-150 արժողություն։ Եթե անհրաժեշտ է 20 կիլովատ, ուրեմն $2000, 50 կիլովատ ենթադրենք, որ արդեն ջեռուցման սիստեմներ կօգտագործվի տարբեր ջեռուցումների համար, ջերմոցների եւ այլ, կաթի մշակման համար, գոլորշի ստացման համար, նման մեծ ուրեմն կարող են օգտագործել։ Շատ լավ, պարոն Մնասականյան, շատ շնորհակալ եմ, հարգելի հեռուստադիտողներ, թույլ տվեք ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել եւ պարոն Մնասականյանի եւ պարոն Վահան Համազասկյանի եւ ընդհանրապես այս գողտրիկ անկյունը ստեղծող եւ այստեղ գործունեություն ծավալած բոլոր մարդկանց Աբովյանի հելիոպոլիգոն, այսինքն փորձարկումների մի դաշտ, որտեղ որ մենք այսօր գտնվում ենք։ Հարգելի հեռուստադիտողներ, որքան էլ որ մենք ցանկանանք, բայց ժամանակը սահմանափակ է եւ այսօրվա հաղորդմանը մեզ մնաց ուղղակի ձեզ մաղթել քաջառողություն, երջանկություն, չէ որ դարամերն է լինելու համբերություն հաղթանակներին դիմակայելու եւ հաղթանակները կռելու համար։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամ։ Ցտեսություն ձեզ, արևային նախորժակ եմ ցանկանում մեր ողջ ժողովրդին։ Շնորհակալություն։ Արևային ճագար 500 գրամ, լոլիկ 200 գրամ, սող 300 գրամ, սամիտ, աղ, պղպեղ, շաֆրան, բարեախորժակ։